Հետաքննությունների դաշնային բյուրոյի հարցաքննությունների սենյակում Հաչը կրակայրիչով այրում է իր բազմաթիվ վերքերից մեկը, նրա կողքին մի գայլ է հայտնվում, եւ հրթգործակալները զարմանում են, թե ովքեր են նրանք։ Այս ամենը սկսվեց մի քանի շաբաթ առաջ։ Հաչն երջանիկ ապրում է իր կնոջ, Բեկայի, դստեր Սեմի եւ որդու Բրեդիի հետ, սակայն նրա աշխատանքային կյանքը շատ ավելի մութ է։ Նա կառավարական մարդասպան է, ուստի հաճախ ստիպված է լինում կեսգիշերին մեկնել ցավով, արյունով ու կրակոցներով լի առաջադրանքների։ Այդ պատճառով նա բաց է թողնում բազմաթիվ ընտանեկան ընթրիքներ ու միջոցառումներ։ Բեկան օրեցօր ավելի ու ավելի է հիասթափվում նրանց հարաբերություններից։ Այն օրերին, երբ Հաչը տանն է լինում, նա զգում է իր եւ ընտանիքի միջև եղած հեռավորությունը։ Մի առավոտ Բեկան նշում է, որ ամառային արձակուրդները մոտենում են։ Հաչը խոստանում է ծրագրեր կազմել այսօրվա առաջադրանքն ավարտելուց հետո։ Վրդովված Բեկան պատրաստվում է ինչ-որ բան ասել, բայց որոշում է զսպել իրեն եւ գնում է աշխատանքի։ Ուշ երեկոյան Հաչը սպասում է հյուրանոցի ընդունարանում, մինչև իր թիրախները մտնում են վերելակ, նա հետևում է նրանց, նախապես փակցնելով անսարքետ ցուցանակը, արագ շարժումներով նա խլում է տղամարդկանցից մեկի ատրճանակը եւ սկսում ձեռնամարտը, ստիպված լինելով վերելակի փոքր խցիկում միաժամանակ հետ մղել մի քանի հարձակում։ Տղաներից մեկը փորձում է զանգահարել արտակարգ իրավիճակների ծառայություն, սակայն Հաչը կանգնեցնում է նրան եւ հեռախոսը նույնպես օգտագործում է որպես զենք։ Բազմաթիվ հարվածներից հետո Հաչը տապալում է բոլորին եւ տղայի գրպանից վերցնում տվյալների քարտը։ Ֆլեշկան, հանկարծ ավազակներից մեկը փորձում է կրակ բացել, բայց Հաչն արագորեն քանդում է ատրճանակը եւ հենց դրանով էլ սպանում է նրան։ Դրանից հետո Հաչը փորձում է հեռանալ խոհանոցով, սակայն այնտեղ նրան սպասում են զենքերով զինված մի խումբ տղամարդիկ։ Խումբը կրակ է բացում, ուստի Հաչը թաքնվում է կահույքի հետևում եւ գտնում գազի բալոն, որը նետում է հարձակվողների վրա, նրանց սպանելով ընդամենը մեկ պայթյունով։ Հաջորդիվ Հաչը գնում է ավտոկանգար, որտեղ հանդիպում է մաչետեներով զինված հրոսակախմբի։ Նա զենք է պատրաստում իր գոտուց եւ պատից պոկած խողովակից, որից հետո նետվում է մարտի մեջ։ Այս տղաները այնքան էլ լավ մարտիկներ չեն։ Ուստի Հաչը հեշտությամբ տապալում է նրանց, բայց այդ ընթացքում ինքն էլ մի քանի վերք է ստանում։ Առաջադրանքից հետո Հաչը գնում է իր կուրատորի Բարբարայի մոտ, նրան հանձնելու տվյալների քարտը, համոզվելով, որ տվյալները կարգին են։ Բարբարան հայտնում է Հաչին, որ նրա պարտքը նվազել է 800,000-ով եւ մնացել է 30 միլիոն։ Պարզվում է, Հաչն այրել է մի ռուս ավազակի կարողությունը եւ այժմ հետ է վճարում այն։ Հաջորդ առաջադրանքը պատրաստ է, բայց Հաչն ասում է, որ հանգստի կարիք ունի։ Բարբարան թույլ է տալիս նրան արձակուրդ գնալ, սակայն նշում է, որ այս աշխատանքը Հաչի էության մեջ է։ Ուշ երեկոյան Հաչը մտածում է ավազակի ֆուրգոնի վրայի փակցված պիտակի մասին, որը գովազդում էր Փլամբերվիլ կոչվող վայրը, ուր նա այցելել էր մանկության տարիներին։ Նա իր ընտանիքին ցույց է տալիս 5 գովազդային հոլովակը, հայտարարելով, որ ամռանը նրանց տանելու է այնտեղ, ոչ մեկին չի տպավորում այդ վայրը։ Այդ պատճառով Հաչը ճառ է արտասանում միասին հիշողություններ ստեղծելու մասին, նրանց միտքը փոխելու համար։ Ճամփորդության օրը ընտանիքը կանգ է առնում ծերանոցի մոտ, վերցնելու Հաչի հորը, Դեյվիդին, ով նախկին գործակալ է։ Նրանք իրականում լավ ժամանակ են անցկացնում միասին ճանապարհորդելիս, նույնիսկ երգելով, երբ նրանք հասնում են հյուրանոց։ Երեխաները չեն ուրախանում, իմանալով, որ ստիպված են կիսել սենյակը։ Դեյվիդը համաձայնում է իր սենյակը տալ Բրեդին, իսկ ինքը կքնի հին տնակում։ Բեկային չի տպավորում ամուսնական սենյակը, բայց նա փորձում է լավատես մնալ։ Ցավոք, երբ ընտանիքը փորձում է գնալ ջրաշխարհ, հայտնաբերում է, որ այն փակ է դժբախտ պատահարի պատճառով, որպես փոխհատուցում նրանց հոթ դոգի կտրոններ են տալիս։ Նրանք գնում են տեղի ճաշարան, եւ Հաչին պատում է կարոտախտը այն օրերի հանդեպ, որոնք նա անցկացրել էր այստեղ իր եղբոր հետ։ Մտքերի մեջ ընկած նա պատահաբար հայացքը հառում է շերիֆ Աբելին, ով վիրավորվում է դրանից եւ նախազգուշացնում նրան։ Այնուհետև ընտանիքը գնում է խաղային ավտոմատների սրահ։ Հաչը փորձում է մտերմանալ Բրեդիի հետ, ով չի ցանկանում քննարկել իր անձնական կյանքը եւ ավելի շատ շահագրգռված է աղջիկներին տպավորելով։ Նա խաղերում այնքան շատ տոմսեր է շահում, որ դրանց մի մասը տալիս է աղջիկներին, իսկ մնացածը փոխանակում է քրոջ համար նախատեսված փափուկ խաղալիքի հետ։ Մաքս անունով մի տղա կարծում էր, թե Բրեդին փորձում էր խլել իր ընկերուհուն եւ պահանջում է ներողություն խնդրել, բայց Բրեդին մերժում է եւ վիրավորում նրան։ Այդ ժամանակ Մաքսը վերցնում է Սեմի խաղալիքը եւ ոչնչացնում այն, ուստի Բրեդին հարվածում է նրան։ Ծնվում է ծնկատուր կռիվ եւ անվտանգության աշխատակիցը ստիպված է լինում վազել տղաներին բաժանելու համար։ Մաքսը գնդակ է նետում, նպատակ ունենալով վնասել Բրեդիին, բայց Հաչը ճիշտ ժամանակին բռնում է այն։ Անվտանգության աշխատակիցը գոռում է Հաչի վրա անկարգ երեխաներ ունենալու համար, եւ նրանք սկսում են վիճել, ուստի Բեկան ընդհատում է նրանց եւ հայտարարում, որ իրենք հեռանում են։ Դուրս գալու ճանապարհին Սեմին հավաքում է իր խաղալիքի կտորները, եւ պահակը հարվածում է նրա գլխին։ Հաչը կատաղած է եւ փորձում է զսպել իրեն, բայց դուրս գալուց ընդամենը մի քանի քայլ հետո ասում է, թե մոռացել է հեռախոսը եւ վերադառնում է ներս։ Նա հարվածում է մուտքի դռներին եւ բռունցքով խփում կոպիտ պահակի դեմքին։ Մեկ այլ պահակ փորձում է միջամտել։ Ուստի Հաչը նրան նետում է խաղալիք որսացող ավտոմատի մեջ։
Հաճախորդներից մեկը վիրավորում է նրան եւ փորձում հարվածել խաղի մուրճով, բայց պարանը չափազանց կարճ է լինում։ Օգտագործելով ավտոմատի ճանկը, Հաչը տապալում է նրան, իսկ հետո սեղմում խփիր խլուրդին խաղատախտակին եւ մուրճով ծեծում։ Կոպիտ պահակը վերադառնում է նոր հարված ստանալու, ուստի Հաչը նրան նետում է պինբոլի մեքենայի վրա եւ մի քանի անգամ ապտակում, ինչպես նա էր արել Սեմիի հետ, նա չի դադարում, մինչեւ Բեկան չի կանչում նրան։ Բրեդին եւ Հաչը ձերբակալվում են, եւ Բեկան ստիպված է լինում վիճել սպաների հետ, փորձելով պնդել, որ դա ինքնապաշտպանություն էր։ Հաչը կշտամպում է Բրեդին քրոջը բռնությամբ պաշտպանելու համար, իսկ Բրեդին մատնանշում է նրա երկերեսանյութունը։ Բրեդին կարծում է, որ իր հոր կռիվը հիասքանչ էր, բայց Հաչը հերքում է դա ասելով, որ ցանկանում է, որ իր որդին իրենից լավը լինի։ Նրանց ընդհատում են, երբ Հաչին տանում են շերիֆի գրասենյակ, որտեղ նա հանդիպում է Ուայաթին, այս քաղաքը ղեկավարող մարդուն եւ Մաքսի հորը։ Սովորաբար զբոսաշրջիկներին մեկ անգամ ներում են, բայց Ուայաթը շատ բարկացած է, քանի որ Մաքսը կռվի ժամանակ վնասվածք է ստացել։ Հաչը բացատրում է, թե պահակն ինչ է արել իր դստերը, եւ հարցնում է նրան, թե ինքն ինչ կաներ։ Այդ պատճառով Ուայաթը համաձայնում է բաց թողնել ամբողջ ընտանիքին, սակայն Աբելը դեռ դժգոհ է եւ գաղտնի հրամայում է իր մարդկանց ազատվել նրանցից։ Դեպի հյուրանոց ճանապարհն անցնում է լուռ եւ անհարմար մթնոլորտում, իրենց սենյակներում հայտնվելուն պես Բեկան կշտամպում է Հաչին իր արածի համար, նշելով, որ Բրեդին նրա պատճառով չափազանց ագրեսիվ է դառնում։ Նա նկատում է, որ Հաչն իր հետ լրացուցիչ պայուսակ է բերել եւ կարծում է, որ նա թաքցնում է աշխատանքային իրերը, բայց երբ բացում է այն, գտնում է մի շիշ գինի այն վայրից, որտեղ նրանք հանդիպել են տարիներ առաջ։ Նա լաց է լինում, գրկում նրան եւ ներողություն խնդրում, մինչ նրանք վայելում են գինին, Բեկան խոստովանում է, որ հանդիպման հենց առաջին պահից գիտեր, որ նա վտանգավոր է, քանի որ նա պատված էր եղել արյունով։ Հաջորդ օրը Դեյվիդը շարունակում է հանգստանալ հին տնակում, մինչ ընտանիքը զվարճանում է ատրակցիոնների այգում։ Հաչը նկատում է, որ մի ոստիկան լուսանկարում է իրենց, բայց ոչինչ չի ասում տրամադրությունը չփչացնելու համար։ Ուշ երեկոյան նրանք գնում են նավամատույց, եւ Հաչը նկատում է մի ոստիկանի, ով մոտենում է մի քանի խուլիգանների հետ։ Նա իր ընտանիքին ուղարկում է նավով զբոսանքի, բայց ինքը չի միանում նրանց, պատճառաբանելով ստամոքսի ցավը, այնուհետև Հաչը նստում է դատարկ նավը եւ տղամարդիկ հետևում են նրան, սակայն նավ են բարձրանում նաեւ մի քանի զբոսաշրջիկներ։ Երբ նավը շարժվում է, ավազակները մնում են հետնամասում եւ Հաչին ասում են, որ ուզում են, որ նա հեռանա։ Հաչը փորձում է խելքի բերել նրանց, բայց մի տղամարդ փորձում է հարձակվել նրա վրա, ուստի նա պաշտպանվում է եւ կռիվ է սկսվում։ Արջևի մասում գտնվող զբոսաշրջիկները ականջակալներով են, ուստի ոչինչ չեն նկատում։ Մի տղամարդ Հաչի դեմքը հարվածում է երկաթյա ձողին, ուստի նա վերցնում է փրկարարական բաճկոնը, հակահարված տալու համար, օգտագործելով այն որպես վահան, երբ թշնամին փորձում է դանակահարել նրան, նա դանակով կոտրում է նրա ձեռքը եւ մեկ այլ տղայի նետում նավից, բայց վերջինս կառչում է եզրից, հակառակորդը փորձում է հարվածել նրան ձողով, բայց Հաչը խուսափում է եւ փոխարենը հարվածը ստանում է ոստիկանը։ Այնուհետև Հաչը նրան թակարդն է գցում փրկարարական օղակով եւ բազմիցս հարվածում դեմքին, երբ եզրին գտնվող տղամարդը փորձում է հետ բարձրանալ, Հաչը հարվածում է նրան ձողով, նախքան այն ջուրը նետելը, մեկ այլ տղամարդ փորձում է խեղդել նրան, ուստի Հաչը շիշը կոտրում է նրա գլխին, ոստիկանը գալիս է նրա հետևից եւ Հաչը փորձում է հանդարտեցնել նրան, սակայն ոստիկանը կտրում է նրա ճկույթը, այն ընկնում է ջուրը եւ անմիջապես ուտվում ձկան կողմից։ Քանի դեռ Հաչի ուշադրությունը շեղված է, մի տղա հարվածում է նրան, ինչի հետևանքով նա նույնպես ընկնում է ջուրը։ Այդ ժամանակ ավազակները գոռում են ոստիկանի վրա, ասելով, որ իրենց վարձել են հասարակ զբոսաշրջիկի վախեցնելու համար։ Բայց Հաչն ակնհայտորեն մարզված մարդ է։ Այդ պահին Հաչը հետ է բարձրանում նավ, այնքան կատաղած, որ այլևս իրեն չի զսպելու։ Նախ նա բռնում է ոստիկանին եւ նրա գլուխը հարվածում առաստաղին, հաջորդիվ նա կոտրում է բադի արձանը եւ գլուխն օգտագործում որպես զենք, թշնամին փորձում է դանակահարել նրան, բայց Հաչը կոտրում է նրա ձեռքը, երբ նա գտնում է խարիսխը։ Դրանով հարվածում է մի տղամարդու մեջքին եւ ակտիվացնում խարսխի համակարգը, նրան ջուրը նետելու համար։ Ի վերջո նա բազմիցս հարվածում է ոստիկանի դեմքին, ասելով, որ ինքն արձակուրդում է։ Ուշ երեկոյան Հաչը զանգահարում է իր որդեգիր եղբորը, Հարիին, եւ ասում, որ Փլամբերվիլն այնքան հյուրընկալ չէ, որքան ինքը հիշում է։ Հարին բացատրում է, որ այդ վայրը հին առևտրային ճանապարհ է, եւ իրենց հայրը նրանց տարել է այնտեղ ժամանակին, քանի որ ինքն առաջադրանքով է եղել, այլ ոչ թե արձակուրդում։ Այնտեղի բոլոր ոստիկանները կոռումպացված են եւ աշխատում են սինդիկատի հետ։ Հաջորդիվ Հաչը զանգահարում է Բարբարային, ով հաստատում է, որ Փլամբերվիլը բոլոր տեսակի ապօրինի առևտրի շրջանցիկ ճանապարհ է։ Ղեկավար հանցագործը Լենտինա անունով մի կին է։ Նա չափազանց վտանգավոր է, ուստի Բարբարան խորհուրդ է տալիս Հաչին մեղմել իրավիճակը։ Միևնույն ժամանակ Ուայաթը եւ Աբելը պատրաստում են ապօրինի բեռը առաքման համար։ Արկղերից մեկն ունի թարթող էկրան, քանի որ Ուայաթը ծրագրել է Լենտինային նեղությունը գցել։ Ուայաթի հեռանալուց հետո Աբելը զանգ է ստանում իր մարդկանցից, ովքեր հայտնում են, որ Հաչը պարզապես զբոսաշրջիկ չէ։ Խաղատանը Լենտինան ձևացնում է, թե թղթախաղ է խաղում հաճախորդի հետ, սակայն հանկարծակի դանակահարում է նրա ձեռքը։
Այնուհետև նա կտրում է դիլերի կոկորդը եւ դանակը խրում հաճախորդի աչքը, նախքան նրա ականջը ստուգելը, պարզվում է տղան ունեցել է ականջակալ, որն օգնել է նրան խաբել, ինչի պատճառով էլ Լենտինան այդքան կատաղած է։ Հաճախորդի հանցակիցները փորձում են փախչել, բայց Լենտինայի օգնականը արագորեն տապալում է նրանց, այնուհետև Լենտինան հրամայում է պահակներին ոչ մի վկա չթողնել եւ ամեն ինչ այրել։ Այսպիսով նրանք կրակ են բացում սենյակում գտնվող բոլոր մարդկանց սպանելու համար։ Դրանից հետո Լենտինան զանգահարում է Ուայաթին, ով հիշեցնում է նրան, որ այսօրվա առաքումը վերջինը կլինի, քանի որ իր հոր պարտքը վերջապես մարվելու է։ Սակայն Լենտինան ասում է նրան, որ իր պարտքը երբեք չի ավարտվի, եւ որ իր հայրը մահացել է, որովհետեւ նրա ուշադրությունը շեղել էին։ Այնուհետև նա զանգահարում է Աբելին եւ խնդրում հիշեցնել Ուայաթին, թե ում համար է նա աշխատում։ Այգում Սեմին հիացած է վայրի կենդանիներ տեսնելով, ներառյալ մի սիրուն գայլի, սակայն խնամողը շատ կոպիտ է, ուստի ընտանիքը շարունակում է առաջ շարժվել։ Նրանք ցանկանում են միանալ Հաչին, բայց չեն կարողանում գտնել նրան, ուստի վերադառնում են հյուրանոց։ Նրանք նյարդայնանում են, երբ ինչ-որ մեկը սկսում է ագրեսիվորեն թակել դուռը, բայց դա ընդամենը Դեյվիդն է, ով ընթրիք է բերել եւ պնդում է, որ Հաչն ուշանում է։ Մինչդեռ Աբելը առևանգում է Մաքսին եւ իր մարդկանց հետ քննարկում է նրան Լենտինայի մոտ ուղարկելու ծրագիրը։ Նրանց ընդհատում է Հաչը, ով բենզին է լցնում փողերի կույտի վրա։ Նա հանում է կրակայրիչը եւ մատնանշում իր հետևում գտնվող տակառները, ասելով, որ կարող է պայթեցնել ամբողջ սենյակը, եւ Լենտինան կկատաղի, որ իր բեռը չկա, սակայն նա դա չի անի, եթե Աբելը խոստանա այլևս չանհանգստացնել իր ընտանիքին։ Աբելը կատաղած է, բայց չի ցանկանում ռիսկի դիմել եւ ընդունում է գործարքը։ Երբ Հաչը պատրաստվում է հեռանալ, Մաքսը դուրս է գլորվում ֆուրգոնից, որպես օգնություն խնդրելու միջոց։ Հաչը լռում է եւ լքում շենքը, նստելով իր մեքենան։ Նա հազիվ 2 թաղամաս է անցնում, երբ հետ է դառնում, անմիջապես սկսվում է դաժան կռիվ եւ տղամարդկանցից մի քանիսը փախչում են։ Հաչը խլում է ատրճանակը եւ կռվում խմբի դեմ, ինչպես կրակոցներով, այնպես էլ ձեռնամարտով։ Մի տղամարդ նետվում է ֆուրգոնի պատուհանին, վախեցնելով Մաքսին, մի ավազակի հաջողվում է բռնել Հաչին եւ փորձում է նրան սեղմել էլեկտրական սղոցին։ Սակայն Հաչն առաջինը այդ տղայի գլուխն է մտցնում սղոցի մեջ, այնուհետև Հաչն ազատում է Մաքսին եւ նրանք փորձում են հեռանալ։ Աբելը կրակ է բացում, բայց ձախողում է իր ունեցած միակ կրակոցը։ Հաչը կրակում է լամպին նրան հետ պահելու համար, բայց կայծերն ընկնում են փողերի կույտի վրա եւ գազն անմիջապես բռնկվում է։ Մաքսն ու Հաչը դուրս են վազում շենքից։ Մինչ կրակն արագորեն տարածվում է, հասնելով տակառներին եւ առաջացնելով հսկայական պայթյուն։ Շուտով Լենտինան տեղեկանում է միջադեպի մասին եւ տեսնում է Հաչի դեմքը անվտանգության տեսախցիկներով։ Նրա թիմն արդեն հայտնաբերել է նրան եւ գտել նրա ընտանիքին հյուրանոցում։ Աբելը զանգահարում է նրան, փորձելով նախազգուշացնել, բայց Լենտինան պարզապես կարծում է, որ նա չափազանցնող հիմար է։ Ուշ երեկոյան տնակում Հաչը միանում է իր ընտանիքին, Բրեդին լարված է, երբ տեսնում է Մաքսին, բայց տղաները սեղմում են միմյանց ձեռքը։ Բեկան լաց է լինում, երբ հասկանում է, որ Հաչը մեկնում է մեկ այլ առաջադրանքի։ Քանի որ նա խոստացել էր չաշխատել իրենց արձակուրդի ժամանակ, Հաչը բացատրում է, որ դա դիտավորյալ չէր եւ խոստովանում է, որ ինքը չի վերահսկում իր աշխատանքը, ուստի Բեկան պետք է հեռանա երեխաների հետ, սակայն նա մերժում է եւ ասում նրան ուղղել սա։ Դրանից հետո Հաչը գնում է Ուայաթին տեսնելու, ով անմիջապես հարձակվում է նրա վրա։ Հաչը խուսափում է ամեն հարվածից, փորձելով բացատրել, որ փրկել է Մաքսին, բայց Ուայաթը չի լսում եւ նրան սեղմում է ցանկապատին։ Հաչը հարվածում է նրան, վերջապես հանդարտեցնելու եւ ամեն ինչ բացատրելու համար։ Այնուհետև Ուայաթը խմիչք է կիսում Հաչի հետ, շնորհակալություն հայտնելու համար եւ պատմում է, որ Լենտինան սպանել է իր հորը։ Նա ժառանգել է պարտքը հանցավոր բիզնեսում, բայց չի ցանկանում դա, եւ ամենակարևորը, նա չի ցանկանում, որ Մաքսը խառնվի այդ ամենին։ Լենտինան հենց հիմա հավաքում է մի ամբողջ թիմ վրեժ լուծելու համար, ուստի նրանց ծրագիր է պետք։ Ուայաթը Հաչին տալիս է իր ունեցած բոլոր զենքերը եւ համաձայնում է փակել ջրաշխարհը օրվա ընթացքում, այն որպես մարտադաշտ օգտագործելու համար։ Հարին եւ Դեյվիդը շուտով ժամանում են, օգնելու նրանց թակարդներ տեղադրել այգու բոլոր խաղերի վրա, իսկ Հաչն ազատում է գայլին վանդակից։ Երբ նրանք ավարտում են, Հաչը կիսվում է իր մտահոգություններով այն մասին, որ Բրեդին կարող է իր նման դառնալ, քանի որ ինքն ու Հարին ակնհայտորեն տուժել են իրենց հոր աշխատանքից, սակայն Դեյվիդն ասում է, որ նրանք արդեն իսկ ավելի լավ մարդիկ են, քան ինքը։ Տնակում Բեկան նկատում է, որ Դեյվիդը մոռացել է ներարկիչով ատրճանակը եւ երեխաներին ասում է, որ գնում է զբոսնելու։ Երեկոյան Լենտինան եւ իր թիմը ժամանում են այգի, նրանք սպասում են դրսում, մինչ Աբելը մոտենում է Հաչին եւ Ուայաթին, հուսալով ստիպել նրանց հանձնվել, սակայն դուետը ցանկանում է կռվել, Աբելը ժեստ է անում, ցույց տալով, որ ձախողվել է, եւ փորձում է վերադառնալ մեքենայի մոտ, բայց Լենտինան հրամայում է իր մարդկանց գնդակահարել նրան։ Հաչն ու Ուայաթը վազում են թաքնվելու, մինչ թիմը ներխուժում է այգի, Ուայաթը օգտագործում է խաղերից մեկի մուրճը, առաջին թակարդն ակտիվացնելու համար, ինչի հետևանքով գետնի տակ թաքցված մի շարք ականներ պայթում են տղամարդկանց ոտքերի տակ։ Հաչը ձևացնում է, թե նստում է ատրակցիոններից մեկը եւ խաբում է հետապնդողներին, ստիպելով նրանց հետևել տիկնիկին։
Այնուհետև նա միացնում է մեքենան և շարժվող խցիկը անմիջապես տապալում է հարձակվողներին, հաջորդիվ Հաչը պայթեցնում է տոնավաճառի տաղավարներում թաքցված մի քանի պայթուցիկներ, որպես շեղող հնարք, նախքան բացահայտ կրակով դուրս գալը, սպանելով ևս մի քանի տղամարդու։ Երբ Հաչի փամփուշտները վերջանում են, նա թաքնվում է հայելիների լաբիրինթոսում, տղամարդիկ հետևում են նրան ներս և շարունակում են կրակ բացել, բայց նրանք պարզապես հայելիներ են կոտրում Հաչի արտացոլանքի պատճառով։ Հանկարծ մի հայելի բացվում է և հայտնաբերում պայթուցիկ, որը շուտով պայթում է, տապալելով նրանց բոլորին, մինչ Հաչը փորձում է հասնել հաջորդ թակարդին, հակառակորդը թաքնվում է տաղավարի հետևում, նրան անակնկալի բերելու համար։ Սակայն գայլը տեսնում է նրան և Հաչում, ուստի Հաչն առաջինն է հարձակվում և սպանում տղամարդուն։ Միևնույն ժամանակ Ուայաթն անցնում է գնդակների լողավազանը, և երբ իր թշնամիները փորձում են հետևել նրան, նրանք կանգնում են ականների վրա, որոնք ակնթարթորեն սպանում են նրանց, այնուհետև Ուայաթը վազում է հաջորդ վայրը, և մի ավազակի հաջողվում է կրակել նրա ոտքին, նա թաքնվում է պատի հետևում, և երբ տղամարդիկ փորձում են հետևել նրան, նրանք ակտիվացնում են թակարդը, որն արձակում է սայրերով սերֆինգի տախտակներ, որոնք էլ սպանում են նրանց։ Հաչը հասնում է մեկ այլ ատրակցիոնի գագաթին, միաժամանակ գնդակահարելով ավելի շատ թշնամիների, այնուհետև նա փախչում է, իջնելով ջրային սահնակով, մի տղամարդ անմիջապես հետևում է նրան, ուստի նա դուրս է թռչում մինչև վերջին կետին հասնելը և արձակում է մի քանի սուր ձողեր, տղային սպանելու համար։ Թիմը հասնում է այգու հետևի կեսին, և Դեյվիդը կրակ է բացում գնդացրից, պաշտպանություն ապահովելու համար, Հաչը նույնպես շարունակում է կրակել, և նրա ձեռքը վիրավորվում է քաոսի մեջ։ Տնակում երկրորդ թիմը պատրաստվում է սպանել ընտանիքին, սակայն Հարին սողոսկում է ստվերների միջով, իր սրով սպանելով նրանց, ի վերջո նա դուրս է գալիս արագ հաջորդականությամբ տապալելու մի քանի տղամարդու, մնում է միայն թիմի առաջնորդը, ուստի Հարին կռվում է նրա դեմ կատաղի սուսերամարտում։ Սկզբում թվում է, թե նրանք ունեն նմանատիպ հմտություններ, բայց Հարին շուտով հաղթում է նրան և կոտրում նրա սուրը, տղամարդը հանում է ատրճանակը, ուստի Հարին այն նույնպես կտրում է, նախքան նրա գլուխը երկու կես անելը։ Մի ավազակի հաջողվել է մտնել տնակ և պատրաստվում է կրակել Մաքսին ու Սեմիին, սակայն Բրեդին թռչում է նրա մեջքին, որոշակի պայքարից հետո Բրեդին խեղդող հնարքով բռնում է տղամարդուն և նրան նոկաուտի ենթարկում, երբ Հարին ներս է մտնում, ասում է, որ Հաչը կհպարտանար։ Վերադառնալով այգի, Հաչը գտնում է Լենտինային, ով իր օգնականին ուղարկում է նրա հետևից, սկսվում է նոր դաժան կռիվ, և դուետին հաջողվում է հաղթել Հաչին ու գերի վերցնել նրան, նրանք պահում են նրան, մինչ Լենտինան օգտագործում է իր դանակը, բազմիցս կտրելով նրա դեմքը, մի քանի րոպե նրան վիրավորելուց հետո, նա հրամայում է իր պահակներին սպանել նրան։ Հանկարծ մոտակայքում հայտնվում է Ուայաթը և կրակում երկու կանանց գլխին, այդ պատճառով Լենտինան նետում է իր դանակը նրա կրծքին, այնուհետև Լենտինան նստում է Հաչի վրա և հանում մեկ այլ դանակ, պատրաստ սպանելու նրան։ Այդ պահին մի ներարկիչ սլաք հարվածում է նրա ուսին և հետ շպրտում նրան, պարզվում է, Բեկան եկել էր օգնելու, ուստի Լենտինան դանակը նետում է նրա վրա։ Բեկան կրակում է ևս մեկ սլաք, որը արգելափակում է դանակը և խրվում Լենտինայի աչքը, հանցավոր թիմի մնացած անդամները այնուհետև շրջապատում են նրանց, և Դեյվիդը նախազգուշացնող գոռում է, այսպիսով, Ուայաթը և ամուսնական զույգը ցատկում են լողավազանը, նախքան այգու բոլոր պայթուցիկները միաժամանակ կպայթեն, մինչ հրավառությունը լուսավորում է երկինքը, զույգը համբուրվում է ջրի տակ։ Ներկայում ՀԴԲ-ն դեռ փորձում է հարցաքննել Հաչին, Բեկային և Գայլին, այդ պահին գործակալները զանգ են ստանում և ստիպված են լինում բաց թողնել զույգին, ուշ երեկոյան տանը ամբողջ ընտանիքը վայելում է իրենց արձակուրդի լուսանկարները։ Անպայման բաժանորդագրվեք և միացրեք ծանուցումները, որպեսզի կարողանաք դիտել սրա նման ավելի շատ տեսանյութեր։ Շնորհակալություն դիտման համար։